Դեպի լուսին պատմական թռիչքի 6-րդ օրը Օրիոն տիեզերանավը ավարտել է Արտեմիս 2 առաքելությունը։ Հիմա տիեզերանավը երկիր մոլորակ վերադարձի ճանապարհին է։ Օրիոնի անձնակազմը տեսել է այն, ինչը դեռ ոչ մի մարդ չէր տեսել մինչ այժմ։ Չկան բառեր, որոնք կարող են նկարագրել այդ տեսարանները, ասել է տիեզերանավի օդաչուն Վիկտոր Գլովերը։ Ամենատպավորիչ տեսարաններից մեկը Արեգակի լիակատար խավարումն էր, որ այդքան մոտիկից սեփական աչքերով տեսել են տիեզերագնացները։ Ամերիկացի և կանադացի 4 տիեզերագնացները դարձել են աշխարհում այն եզակիները, որոնք տեսել են երկրի բնական արբանյակը հակառակ կողմից, երբ նրանք հասել են լուսնի ետևի կողմը, կորել է տիեզերանավի կապը ՆԱՍԱ-ի հետ։ Մոտ 40 րոպե լուր չի եղել տիեզերագնացներից։ Դա կանխատեսելի էր, քանի որ լուսնի հակառակ կողմում տիեզերանավը եղել է երկրից իր առավելագույն 406,771 կիլոմետր հեռավորության վրա։ Մենք առանց աչք թարթելու նայում էինք լուսնի այն կողմին, որը երկրից տեսանելի չէ։ Ուղղակի ապշեցուցիչ էր։ Կարծես մի նոր տեսանկյունից բացահայտեցի մեր մարդկանց տեղը այս տիեզերքում։ Տիեզերագնացները գիտական հետազոտություններ են արել։ Նրանք լուսանկարել են լուսնի մակերևույթի 3 տասնյակից ավելի օբյեկտներ։ Մոտ 5 ժամ հնարավորություն են ունեցել դիտարկելու լուսնի արևի լույսով լուսավորված մակերևույթը։ Տիեզերագնացները տեսել են ինչպես են երկնաքարեր ընկնում լուսնի մակերևույթին։ Թռիչքի ընթացքում փաստաթղթավորվել են բոլոր օբյեկտները, ներառյալ դրանց չափը, ձևը, նույնիսկ խառնարանների, լանջերի գույները։ Այո, մենք մի տիեզերանավի մեջ ենք, որը երկրից շատ հեռու է, բայց դուք էլ մի տիեզերանավում եք, որի անունը Երկիր է և որի շնորհիվ մենք այս տիեզերքում տեղ ունենք։ Հավատացեք, մենք երկիր մոլորակի բնակիչներս իսկապես առանձնահատուկ ենք այս անծայրածիր դատարկության մեջ, անկախ նրանից հավատում եք Աստծուն, թե ոչ, սա հնարավորություն է մեզ համար հիշելու, թե ովքեր ենք մենք, որն է մեր տեղը և որ բոլորս այս տիեզերքի մի փոքրիկ մասնիկն ենք։ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը, Քրիստինա Կոխը, ինչպես նաև կանադացի տիեզերագնաց Ջերեմի Հանսենը պատմություն են կերտել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախատեսվում է, որ տիեզերագնացները երկիր կհասնեն ապրիլի 10-ին, վայրեջք կկատարեն Խաղաղ օվկիանոսում։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։